Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է տաքանալ։ Անշարժ գույքի հետ կապված գործարքների թվի աճը, ինչպես նաև անշարժ գույքի գների շարունակական աճը հենց այդ գործընթացի մասին են վկայում։ Ընդհանուր առմամբ այսօր անշարժ գույքի շուկայում ձևավորված է բավական մեծ պահանջարկ, որը պայմանավորված է մի շարք գործոններով եւ փորձենք հասկանալ այդ թվում նաեւ որ գործոններն ինչ ազդեցություն ունեն այդ իմաստով, բայց մինչ գործոններին անդրադառնալը նախ թվերի մասով։ Ուրեմն մեր առաջին պատկերում ներառված է պաշտոնական վիճակագրությունը 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ անշարժ գույքի հետ կապված գործարքների մասով։ Եվ ըստ այդմ 2025 թվականի հոկտեմբերին անշարժ գույքի հետ կապված գործարքների ընդհանուր թիվը կազմել է 22738։ Պետք է նշել, որ 12 ամսյա աճը, այսինքն 24 թվականի հոկտեմբերի համեմատ անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը ավելացել է 618-ով, բայց հատկանշական է, որ սեպտեմբերի համեմատ, այսինքն մեկ ամսվա կտրվածքով այդ ցուցանիշը ավելի մեծ աճ է արձանագրել, ավելանալով 1754-ով։ Անշարժ գույքի հետ կապված գործարքների թվում ամենամեծ մասնաբաժինը անշարժ գույքի առք-ու-վաճառքի գործարքներին է բաժին ընկնում եւ այստեղ եւս մենք ունենք ցուցանիշների աճ որոշակի։ Մասնավորապես մեկ ամսվա ընթացքում, այսինքն հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ 2025 թվականի առք-ու-վաճառքի գործարքներն ավելացել են 619-ով, իսկ ահա նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ 873-ով։ Պետք է նշել, որ առք-ու-վաճառքի գործարքների զգալի մասը 74.1%-ը բաժին է ընկնում համապատասխանաբար բնակարանների եւ հողի առք-ու-վաճառքին։ Բնակարանների պարագայում խոսքը 40.9%-ին է վերաբերում ընդհանուր գործարքների եւ հողի վաճառքի հետ կապված գործարքները ընդհանուրի 33.2%-ն են։ Մենք տեսնում ենք, որ այստեղ գործարքների, այդ թվում նաև առք-ու-վաճառքի ցուցանիշների աճ է գրանցվում, ինչը, ինչպես նշեցինք խոսքի սկզբում, պահանջարկի պահպանման, եթե ոչ դրա ավելացման մասին է խոսում, բայց պահանջարկի որոշակի այդ կայուն աճը, եթե կարելի է նաև այսպես ձևակերպել, դրա մասին վկայում է ոչ միայն գործարքների, այլ նաև անշարժ գույքի գների շարունակական աճը։ Այս իմաստով կենտրոնացել ենք բազմաբնակարան շենքերի Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի ուրեմն քառակուսի մակերեսի միջին շուկայական գների փոփոխություններին, հաշվի առնելով, որ նույն առք-ու-վաճառքի համատեքստում ամենամեծ մասնաբաժինը հենց բազմաբնակարան շենքերին է վերաբերում եւ ընդհանուր հանրապետության կտրվածքով ամենաշատը բնականաբար մայրաքաղաք Երևանին։ Դրա վերաբերյալ տվյալները մեր երկրորդ պատկերում։ Այս ցուցանիշում, այս պատկերում մենք ներառել ենք 2024 թվականի հոկտեմբերի, այս ընթացիկ տարվա հոկտեմբերի եւ նաեւ 2025 թվականի սեպտեմբերի ցուցանիշները։ Եթե նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գների հետ կապված որոշակի աննշան տատանումներ կարելի է նկատել, ապա 2025 թվականի սեպտեմբերի համեմատ Երևանի տարբեր գոտիներում, բոլոր գոտիներում անշարժ գույքի գների բարձրացում է տեղի ունեցել։ Իրեն բավական հետաքրքիր է եւ հատկանշական է այն հանգամանքը, որ ոչ վաղ անցյալում 1-2 ամսվա վաղեմության, իդեպ մենք անդրադարձել ենք այդ զարգացումներին, նույն այս միջին շուկայական գների հետ կապված պատկերը այնքան էլ կայուն չէր, հակասական էր, որոշ տեղերում կար աճ, որոշ տեղերում կար նվազում գների, սակայն մենք այսօր հատկապես ամսական աճի կտրվածքով տեսնում ենք, որ գործ ունենք կայուն աճի մասին։ Պիտի կրկնվենք։ Մենք այսօր գործ ունենք կայուն պահանջարկի մասին, պահանջարկի հետ, որը պայմանավորված է մի շարք գործոններով։ Իսկ որոնք են այդ գործոնները։ Նախ հիպոթեկային վարկավորման համատեքստում եկամտահարկի վերադարձի ծրագրի դեռևս որոշ կառուցապատողների կողմից առկա հնարավորություններն են, որը հասկանալի պատճառներով առաջացնում են այդ պահանջարկը, արագացնում են այդ պահանջարկը։ Մյուս կողմից նույն կառուցապատողների կողմից տարատեսակ ճկուն մեխանիզմների եւ համակարգերի առաջարկն է։ Մենք այս հարցին եւս ժամանակին անդրադարձել ենք կանխատեսելով, որ սա կարող է անշարժ գույքի շուկայում միառժամանակ պահել այն պահանջարկը, որը ձևավորել էր եկամտահարկի վերադարձը։ Խոսքը օրինակ կառուցապատողների կողմից տարաժամկետ վճարման տարբեր մեխանիզմների առաջարկներ են շատ դեպքերում բավական հարմար պայմաններով, մաս-մաս վճարելու, ինչ որ ժամանակ չվճարելուց հետո որոշակի
գրաֆիկի ձևավորման եւ այլնի։ Այսինքն չի բացառվում, որ մենք այսօրվա այս պահպանվող պահանջարկում որպես կարևոր գործոն ունենք նաեւ այդ մեխանիզմների կիրառությունը։ Եվ իհարկե գործոն է բանկերի կողմից վարկավորման գործընթացները, որոնք վերջին տարիներին էապես հեշտացել են, դյուրացվել են եւ այս բոլոր գործոններն էլ ըստ էության կարծես թե ձևավորում են այս միջավայրը։ Միաժամանակ այս բոլոր գործոնները նաեւ ժամանակավոր են եւ դրա զգացողությունն ու գիտակցումը իհարկե կա հանրության կողմից։ Հետևաբար սա ժամանակ առ ժամանակ նաեւ կարող է որոշակի շտապողականության, պահանջարկի որոշակի խտացման դրսևորումներով հանդես գալ, ինչի հետ էլ կարծես թե մենք գործ ունենք այսօր անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումների համատեքստում։ Գործոնների հետ կապված կարծես թե ամեն ինչ հասկանալի է, բայց միևնույն ժամանակ ինչ է ձևավորվում արդյունքում։ Արդյունքում անշարժ գույքի շուկան շարունակում է տաքանալ, իր հետ ենթադրելով բազմաթիվ ռիսկեր։ Ռիսկեր, օրինակ, նույն հենց անշարժ գույքի ոլորտի, կառուցապատման ոլորտի հետ կապված։ Ռիսկեր հանրության համար հնարավոր սոցիալական հետագա ապագա լարվածության, հաշվի առնելով հանգամանքը, որ վարկավորումների բավական մեծ ծավալներ կան եւ այդ վարկավորման սպասարկման խնդիր կա երկարաժամկետ կտրվածքով։ Ռիսկեր ֆինանսաբանկային համակարգի համար, նորից մի կողմից բխելով հանրության կողմից վարկային սպասարկման հնարավոր խնդիրները եւ այդտեղ օրինակ որոշակի խնդիրների առաջացման պարագայում ֆինանսաբանկային համակարգի ռիսկերը եւ մյուս կողմից նույն կառուցապատողների կողմից ֆինանսական բեռը գաղտնիք չէ, որ կառուցապատողների զգալի մասը հենց վարկային գործիքներով են իրականացնում այս ամենը։ Այսինքն ընդհանուր առմամբ անշարժ գույքի շուկայի պայմանական ասած տաք մնալը կամ ել ավելի աշխուժացումը իհարկե իր հերթին տրամաբանորեն ենթադրում է այդ նույն ռիսկերի պահպանում, եթե չասենք օրինակ ավելացում։ Եվ ի վերջո, նաև դեպի հանրություն եւ մեր հանրության լայն շերտերին շատ հետաքրքրող հարցադրում։ Այս իրավիճակը պահանջարկի այսպիսի պայմաններում, աճի կամ պահանջարկի պահպանման պայմաններում, սա ենթադրում է նաև բանկային համակարգի պրոդուկտների եւ ծառայությունների գների բարձր մակարդակում պահպանել։ Կամ օրինակով, եթե դիտարկենք հանրության համար նույն վարկային գործիքների, վարկերի, տոկոսադրույքների բարձր մակարդակ առնվազն որոշակի կանխատեսելի ապագայում։